Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ եւ իհարկե, ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում։ Հուսամ, որ դուք նույնպես լավ եք եւ սկսեմ իմ հերթական վլոգս։ Վլոգս մի քիչ տխուր է, բայց կարելի է ասել ոչինչ չունեմ կորցնելու, որ շատ տխրեմ, այդքան էլ տխուր չեմ ես ինքս։ Առավոտս սկսվում է շատ հետաքրքիր, քանի որ գործից շատ հոգնած գալիս եմ եւ քնում եմ անջատված։ Լուսաբացին Մոսկվայում ինչ-որ դեպքեր են կատարվում, որից ես անտեղյակ եւ առավոտյան հեռախոսից բզբզոսից եմ արթնանում, որը միայն Facebook-ի սապշենյաները, Instagram-ի սապշենյաները եւ այլ սոցցեցերի սապշենյաները անհանգստացած տարբեր տեղերից իմ հետևորդները շատ սիրելի իմ հարազատները, իմ բարեկամները, որը զանգել են, որը չգիտեմ հետաքրքրվել են, այսպես անչափ հոգաչափ շնորհակալ եմ սիրելիներս։ Ժողովուրդ ջան, բոլորիդ մի անգամ եւս բարի լույս, օրը կեսօրա գնում եմ աշխատանքի տեն, մեկ այն ամպոտ տեղը այդ կողմերից ա եղել, այն սևացած մասը որ կա, այդ կողմերից ա եղել, այդ մաժառը, ես չգիտեմ դա ծուխա, ամպերն ա տենց հավաքվել, թե ինչ ուղղությունն այդ կողմն ա, գնում եմ աշխատանքի, մեզանից ճիշտ ա բավականին հեռու ա, բայց այնպես ա որ մեր կողմերն ա հենց, տանգավոր ա իհարկե, բայց դե հիմա ինչ արած, ապրում ենք մի երկրում, որտեղ վեր պատերազմական իրավիճակ ա, ինչ կարանք անենք, ինչ անենք, թե ինչ կլինի, չգիտեմ, այն կողմից էլ ա երևում, այս ինչքան վաղ տա երկինք, այս սենց փակ ա, այս ծուխը սենց բարձրանում ա, դե հիմա բաժառանգել, գրակել են, որ ասում ա պատերազմում կոնֆետ չեն բաժանում, պատերազմա լինում, մենք արդեն պատերազմ տեսած, ինչ ասեմ, պատերազմը պերեժիվատարած մարդիկ ենք, հատկապես ես երեխա վաղտից էտա գմփոս տրակոցի տակ եմ դասի գնացել, ապրել, քնել ու երկացել, հաց կերել, մի անգամ եւս բոլորիդ խաղաղություն եմ մաղթում, առողջություն, սա է իմ ազատ մի երկու վայրկյանը, որ սենց հեռախոսը վերցրեցի խոսալով գնում եմ էլի համգործ դուշանում եմ, բայց դե ոչինչ որոշեցի երկու բառ խոսամ ձեզ էլ։ Տենց, էտա, այսօր ամսի 18-ն ա, լուսաբացին ինչ-որ կրակոցներ ա եղել, սաղ ամբողջ իմ հետևորդներս, ովքեր լսել էին, ովքեր անհանգստացած են իմ համար, շնորհակալ եմ բոլորիցդ, աղջիկեր ջան, բոլորդ գրել էիք, վիդեոներ եք ուղարկում, տեղյակ չեմ վաբշե, գիտեմ լսել եմ, որ գմփոսներ ա եղել, բայց ոչ մի բան ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, այնքան հոգնած քնած եմ եղել, ես որ անքնությունով տառապում եմ, լուսաբացին աշկս ըմպել էր, տենց, պես ունենանք լավ կլինի, ամեն ինչ շուտ կհարթվի, ես ամեն ինչ չի երկարի, արդեն հոգնեցնող ա, անկապ ձգձգում են, երկարացնում են, ինչ չվերաբերվող խնդիրներ ա, քաղաքականություն չեմ խառնվում, բայց ուժողը ինչպես միշտ մենք ենք հայ ժողովուրդ, ուր գնում ա պատերազմի մեջ անգնում, ինչ անենք, ինչով կարանք, ինչին օգնենք, ոչ մի բանով, էլի ես սիրուն սատի մեջ ննգա, ստեղով մանգալով գնում եմ, սիրուն տեղերա, քայլում եմ էլի, գնում եմ գործի ժողովուրդ, չուսլի չունգա, եղանակները անթացենց, կիսախառը, կամի անձրև, թուղ պիպր թե ծուխա երևի, թուղ պա, ես շատ իմանամ, այս ինչա, դուք պատկերացնում եք քանի կիլոմետր հեռու մեզանից այդ ամեն ինչը երևի մի 15 քիչ եմ ասում, 20-30 կիլոմետր երևի մեզնից հեռու ա, այդ ինչ որ կատարվել ա, այդ էլ տենց մի շատ էլ չի, քիչ էլ չի, էլի ոնց որ ասում են, բայց ամեն դեպքում ծուխը հասնում ա, այստեղ 30 կիլոմետր եղած է ինչա տարածքով շատ մոտիկա մեքենայի ճանապարհով մոստերի սարքածով մինչև գնում ես, հա հեռու ա, բայց ինչպես տեսնում եք, առայժմ ուրիշ ձեներ մեներ չկա, խաղաղա երկինքը, գնում եմ աշխատանքի, Գազպրոմի ինչ-որ գործարան կայտարանքներում, նրա վրա է հիմնականում կենտրոնացված եղել այդ ամեն ինչը, դե հիմա հանգցրել են բաժառավանց, որ չգիտեմ, այնպես որ հարկաստում ենք լավ ենք, այս արանքից ավելի լավ է երևի, տեսնում եք, դեռ ծուխա դուրս գալիս ընտեղից, երկինք սևացած է, այդ անկյունն ա, մեզանից 30 կիլոմետր հեռու ա, ոչ տան մոտ ա, ասեմ ինչ-որ բան պտի երևա, բայց այդ ա ծուխը գցում ա, բարձացած տենց, դեռ ծուխա, զգացում ա, որ սա ամպեր չեն, էլի, երկինքը սևացած է տենց,
ամպերը չեն այդպես ծուխա դուրս գցում, տեղից վարվել է երևի բաժառանգել, չգիտեմ լուրեր չեմ նայ ժամանակ չեմ արի տներս հավաքել եմ եկել դուրս եկել վազել իմ գործին, բայց ամենայն դեպս իհարկե որ իրավիճակը լուրջ է եւ կատաստրոֆիկ։ Այսքանն է իմ հնարավորին նկարելու ցույցադրելու մոմենտը, ուրիշ բան չեմ կարա ցուցադրեմ։ Այսքանն է, չունեմ ժամանակ որ գնամ են կոմերը, այդ սադավոտ ռինը որ ասում են, այդ ռինը կիցել է այն կողմի վրա դեպի մյուս կողմի վրա դեպի Ձերժինսկի քաղաքն է։ Կապոտնիա կոչվում է տարածքը, մի խոսքով Կապոտնիայի զավոդի վրա է խփել։ Այտենց, ինչ կարամ ասեմ եւ ինչ կարամ անեմ, կամ մենք ինչ կարանք ասենք կամ անենք։ Այսքանն է իմ նկարահանումները, գնացի։ Բարի երեկո իմ սիրելիներս, կրկին միացած ես, ցերեկը արդեն աշխատանքից հետո իհարկե որ մինչև ժամը 10 աշխատում եմ եւ ընդմիջման ընթացքում զանգը ստացա Լիլիթ էր զանգել, բանել ջան, հաճախորդ կա շատ հրատապ, պետք է աշխատել։ Ասում Լիլիթ ջան, մինչև ժամը 10 աշխատում եմ, էլի 10-ից հետո ես տուն պետքա գնամ հանգստանամ, էլ ոտիս վրա կանգնած չեմ կարող։ Մի խոսքով, բա չէ, կարևոր հաճախորդա պետքա գաս։ Գնացել ենք։ Հիմա գնում եմ Լիլիթի մոտ, ժամը 10-ից 10:30 եղել եմ Լիլիթի մոտ, գնացել եմ աշխատել եմ, ժամը 12-ին նոր վերադարձել եմ տուն։ Այսպես իմ երեկոյան ճանապարհով ձեզ հետ կիսվում եմ, ուղղակի որպեսզի պատկերացնեք, թե ինչքան մեկ վայրկյան իմ համար ժամանակ չունեմ, ինչ մնաց լուրերով հետաքրքրվեմ, պատերազմներով հետաքրքրվեմ։ Իմ էշիականջում քնած ինվալնայով ապրում եմ, բոլորի խաղաղություն եմ մաղթում, թող երբեք այս ամեն ինչը վերջանա, ավարտվի ու երբեք չշարունակվի։ Երեք ամբողջ օրը ինչքան ազատ ժամանակ եմ ունեցել, առավոտվա ժամը 10 մինչև ժամը 12-ը տանն եմ եղել։ Այդ ընթացքում իմ ծաղիկներով եմ զբաղվել, իմ տնային գործերով եմ զբաղվել, հեսա ծաղիկներս էլ ցույց կտամ, տեսնեք ինչքան սիրուն տեղափոխություններ եմ արել, ծաղիկ ունեմ, որը ծաղկել է։ Մի խոսքով էլի սիրելիներս, թող աշխարհին խաղաղություն լինի, բոլորիս խաղաղություն լինի, ոչ մեկի վատը չեմ ցանկանում։ Այդպես առողջ եղեք եւ լավ եղեք։ Ուզում եմ մի անգամ եւս հասիկոյս աշխատանքները ձեզ ցույց տամ։ Հայաստանից ներված Հայաստանում չորացրած ծաղիկները տերևները բերել է գրքերի արանքում, ձեռքին հասցրել այստեղ չորացրել ու սենց ռամկաներ սարքել թողել։ Պատից կախած նայեք ինչ սիր Հայաստանի մեր գյուղի կակաչներն է։ Չեք պատկերացնի ինչ ուրախ եմ որ այստեղ կախված եմ։ Մի խոսքով սիրելիներ ջան։ Ու ինչ եմ արել ես այս երկու օրը, այսինքն հենց այդ կրակոցների օրը, խնդրեմ։ Վարդերս այսպես չորացել են, այսպես սիրուն մնացել գույները։ Այստեղ այս ծաղիկս, նայեք, ծաղկում է, ես առաջ իրակով եմ տերում մեր տանը ծաղիկ ծաղկի, բայց շատ սենց ճմրթված խուճուճիկ է, չգիտեմ կբացվի, թե մի հատ կոկոն էլ ներքևից է տվել, կոկոններ շատ ունի։ Այդպես անցանք առաջ, սա ոնց եղել անենց մնում է, այս մասից փչանում է, չգիտեմ, հոտում է, թե սենց է ձևը, արդեն է հոտել, ելևի շատ եմ ջրել։ Անդը սևացածը դուրս եկավ, մնաց մեջ կարմիրը, լավ է։ Էդի կտանենք, տեն կգցենք։ Անանաս լոբիները ռադ եմ արին դեղից, խեղճ անանասի ամանը փոքրիկ էր, չնայած ինձ թվում է, քանի ես անանասը վրեներ պետք չէր, բայց երեք չափից դուրս շատ եմ ջրել, ահա որ շատ, ինձ թվում է կփթի, ինձանից չի էլի, որ մի հատ սիրուն ծաղիկ լինի տանը ու ես ընես չանեմ, որ այդ ծաղիկը նորմալ աճի։ Դե ոչինչ, գնամ հեսա ցույց տամ անանասի մյուս ճուտիկները կողքից հանել եմ առանձին դրել, դա էլ ինչքան կապրի, ինձ թվում է չի փչանա։ Սրանք երկար կյանք ինձ թվում է չունենել, դե դեկորացիան ինչքան կմնա։ Տենց ժողովուրդ ջան, այս սենց գեղեցկացրել եմ պատուհանից գոքը, թափել ավելորդությունները, այս ծաղիկը ստեղից տանեմ, նոր դրեցի ստե։ Ահա, այսպես սիրուն է մնացել, մնում է եղանականի նորմալ պատուհանները լվանամ, թե չէ որ սենց ամեն օր անձրև է գալիս, ամեն օր։ Չգիտես ես ինչա, վատը չի եղանակը մեկ մերթ արև է, մեկ մերթ անձրև, այդպես, բայց սենց գեղեցիկ տեսարան բալկոնի ծաղիկներն էլ եմ սիրունացրել, էլի բան ցույց կտամ հեսա։ Սա էլ անանասի ճուտիկներն են, 1, 2, 3, հողը քիչ է, ժամանակ անեմ դուրս գամ հող առնեմ, այս ծաղիկս ոնց եղել է սիրուն մնում է, այս մեկը նույնպես, սրանք մշտական էին ու շատ երկար դիմացանելի ճուտիկներ ա տվել, մի խոսքով ուրախ եմ, այդ անկյունն էլ այդպես ա ծաղկած, Կանց չէիք կարոտել, այս էլ էսպես, այսօր ամսի 19-ն է, ամսի 18-ին այդ ծաղիկների տեղափոխություններով եմ զբաղվել, որից հետո աշխատանքի գնացել, նայեք
Այն պատկորմ կեն, որ լցրեցի տակը, դրանից հետո սկսելա ճուտիկներ տալ, տերևներ, վաղուց ինչ տեղափոխել եմ, այս ծառը տերև չէր տալիս դուր։ Մի հատ էլ էստեղից ա նոր տերև տվել, էս էլ են վարդերից պոչից կտրել եմ, ցանել ասենց աճել։ Ներկած վարդերից։ Ինքը վարդի սորտը շատ սիրուն էր, բայց թե ինչ գույնի վարդա չգիտեմ, դե մեկա նրանք ներկածերից թվում ա ոսկով էր ներկած, որովհետև ներկեր կան, որ ջրով ներկում են, ջուրն են ներկում, հենց ծաղիկը դնում ես այդ ծաղկամանի մեջ, ջրի մեջ, այդ ներկը տալիս ա ջրին։ Այդպես սիրելիներս, բոլորիդ լավ, խաղաղ, բարի օր եմ մաղթում։ Սա էլ մեր գեղեցիկ եղանակը արդեն։